Չաղկալն ու կոկորդիլոսը, հնդկական հեքիաթ։ Մի անգամ փոքրիկ չաղկալը շատ սովածացավ ու գնաց դեպի գետը։ Իր գիտուն հորից նա լսել էր, որ գետում միշտ կարելի է մի բան գտնել։ Փոքրիկ չաղկալի մտքով էլ չէր անցնում, որ այդ օրերին գետում ապրում էր չար շատակեր կոկորդիլոսը։ Եվ չիմանալով գլխին գալիք փորձանքը, փոքրիկ չաղկալը շրջում էր ջրերի մոտ, փնտրում որևէ ձկնիկ կամ խեցգետին։ Իսկ կոկորդիլոսը տիղմի մեջ թաքնված աչքերը նրանից չէր հեռացնում։ Սպասում էր հարմար պահի, որ ճանկը գցի։ Վերջապես կոկորդիլոսի բախտը բերեց։ Փոքրիկ չաղկալը նկատեց, թե ինչպես հենց ափի մոտ մի թփի տակից դուրս եկավ խեցգետինը և արագ թաթը կոխեց ջուրը։ Բայց քիչ մնաց վախից լեղաճակ լիներ։ Նա հասկացավ, որ իր թաթը գտնվում է հրեշի երախում։ Ու թեև փոքրիկ չաղկալը վախից մահվան դուռն էր հասել, ցույց տվեց, թե ոչինչ էլ չի պատահել և ուրախ բացականչեց. «Ճարպիկ եք երևում, անչափ ճարպիկ, երևի մտածում եք, որ իմ թաթը ձեր ատամների տակ է։ Սխալվում եք, դուք ճանկել եք ինչ-որ փտած արմատիկ, երևի տիղմը բոլորովին կուրացրել է ձեր աչքերը»։ Կոկորդիլոսը բացեց երախը և մռթմռթաց. «Այ քեզ բան, ես էլ մտածում եմ, թե չաղկալի միս պիտի ուտեմ»։ Իսկ փոքրիկ չաղկալը հեռացավ գետափից ու կանչեց. «Հիմար կոկորդիլոս, երկրորդ անգամ արդեն ես իմ թաթը քո երախը չեմ մտցնի»։ «Ախ, դու խաբեբա», բարկացավ կոկորդիլոսը, «դեռ սպասիր, մեկ է իմ ձեռքից չես պրծնի»։ Մյուս առավոտ փոքրիկ չաղկալը նորից եկավ գետափ։ Այս անգամ նա շատ զգույշ էր, գիտեր, որ կոկորդիլոսը տիղմի մեջ թաքնվել է և հետևում է իր ամեն մի քայլին։ Բայց ինչպես իմանար, որտեղ է դարան մտել իր թշնամին։ Եվ նա սկսեց ման գալ ու բարձր ձայնով կանչել. «Զարմանալի է, առաջ, երբ գալիս էի գետափ, տեսնում էի ցեխի միջից դուրս են ցցվել խեցգետինները, իսկ այսօր ինչու ոչ մի խեցգետին չի երևում, ետ դառնամ նորից անտառ գնամ։ Հիմա ես քթիս ծայրը դուրս կհանեմ տիղմից, չաղկալը հենց կիմանա խեցգետին է, թաթը կմցնի տիղմի մեջ ու կբռնեմ կուտեմ»։ Եվ կոկորդիլոսը քթի ծայրը դուրս հանեց տիղմից։ Այն ժամանակ փոքրիկ չաղկալը փախավ ու ձայն տվեց. «Մնաս բարով, կոկորդիլոս քեռի, ես ուզում եմ այսօր անպայման խեցգետին որսալ, գնամ ուրիշ տեղ բախտս փորձեմ»։ Կատաղությունից կոկորդիլոսը քիչ մնաց իր պոչը կծեր։ Հաջորդ օրը թաքնվեց ափին շատ մոտ, չաղկալի ճամփի վրա, հենց որ փոքրիկ չաղկալը մոտենար ջրին, իսկույն կընկներ հրեշի երախը։ Բայց չաղկալը կանգնեց ափից 5 քայլ հեռու և սկսեց կրկին բարձր ձայնով կանչել. «Էս ինչ է, բոլորովին քչացել են խեցգետինները։ Առաջ նրանք միշտ լողում էին ափի մոտ, նստում էին ջրի տակ ու կլկլացնում, իսկ ջրի երեսին պղպջակներ էին լողում։ Այ հիմա արդեն ես նրան կբռնեմ», որոշեց կոկորդիլոսը, «պղպջակներ բաց կթողնեմ, նա կկարծի, թե խեցգետին է և կմոտենա ջրին, հենց այդ ժամանակ ես նրան կճանկեմ»։ Եվ կոկորդիլոսը, որքան ուժ ուներ, սկսեց ջրի տակից փչել։ Կլկլոցն ընկավ գետը, և ջրի երեսին սկսեցին լողալ մեծ-մեծ պղպջակները։ Փոքրիկ չաղկալը իսկույն գլխի ընկավ, թե ով է այդտեղ ուժեղ կլկլացնում։ Փախավ մոտակա թփուտը և ծիծաղելով կանչեց. «Մնաս բարով, կոկորդիլոս քեռի, ստիպված պիտի լինես այսօր էլ սոված քնել»։ Կոկորդիլոսը չկարողացավ տանել այդ ծաղրուծանակը, երախը դուրս հանեց ջրից ու գոռաց. «Միևնույն է, ես քեզ կուտեմ, այ ես կծիծաղեմ այն ժամանակ, երբ կխշռեմ քո տխմար գլուխը»։ Գուցեև ճիշտ է ասում, մտածեց փոքրիկ չաղկալը, եթե ես ամեն օր գամ գետափ, վերջիվերջո նա ինձ կբռնի։ Ավելի լավ է գնամ ջունգլիները,
հիմա վայրի թուզ ուտելու ժամանակն է։ Եվ ինչպես մտածեց, այնպես էլ արեց։ Կոկորդիլոսն էլ առաջվա պես ամեն առավոտ դարան էր մտնում իր ատելի թշնամուն որսալու համար, բայց փոքրիկ չաղկալը չէր երևում։ Այն ժամանակ շատակեր Կոկորդիլոսը որոշեց նրան փնտրել ցամաքում։ Վաղ առավոտյան նա սողաց բարձր թզենու մոտ։ Ծառի տակ ամբողջ գետինը ծածկված էր պտուղներով։ Կոկորդիլոսը հավաքեց բոլոր թզերը և մի մեծ շեղջ արեց և ծածկվեց նրա հետևում։ Չանցած մի ժամ փոքրիկ չաղկալը երևաց կածանի վրա։ Նա դեռ հեռվից տեսավ պտուղների խոշոր կույտը և զարմացավ. ով է այդպես կարգին-սարքին հավաքել դրանք, չլինի թե Կոկորդիլոսը, և որպեսզի ստուգի իր կասկածը, նա զարմանքով բացականչեց. որտեղից է կուտակվել այսքան փտած թուզ։ Հասած թզերը, երբ թափվում են ծառից, միշտ գլորվում են տարբեր կողմեր, իսկ սրանք կիտվել են իրար վրա, դրանք չեն էլ ուտվի, բոլորովին փտած են։ Հարկավոր է այնպես անել, որ թզերը դեսուդեն գլորվեն, որոշեց Կոկորդիլոսը։ Այդպիսով ես անշուշտ կբռնեմ այդ հիմար կենդանուն։ Եվ Կոկորդիլոսը թեթևակի շարժվեց։ Մի քանի թզեր իսկույն գլորվեցին դեսուդեն։ Շնորհակալ եմ, քեռի Կոկորդիլոս, որ այդքան հիմար ես։ Այսօր էլ դու սոված կմնաս։ Հետևյալ օրը Կոկորդիլոսը սողալով գնաց իր ախոյանի բնի մոտ։ Բույնը փորված էր ծառի տակ և շատ խորն էր ու լայն։ Կոկորդիլոսը ուրախ իրեն գցեց բույնը, բայց փոքրիկ չաղկալին տանը չգտավ։ Ցավ չէ, մտածեց նա, հիմա արդեն չաղկալն իմ ձեռքից չի կարող փախչել։ Վաղ թե ուշ մեկ է տուն պիտի գա։ Եվ թաքնվեց բնում։ Երկար չսպասեց նա։ Փոքրիկ չաղկալը կուշտ փորով ու գոհ սրտով վերադառնում էր իր բույնը։ Նրան հաջողվել էր գտնել բանանի մի մեծ ողկույզ։ Նա համարյա մոտեցել էր իր բնին, երբ հանկարծ հողի վրա ինչ-որ ոտնահետքեր նկատեց։ Այդպիսի հետքերի նա երբեք չէր հանդիպել։ Չլինի թե ինչ-որ անհայտ գազան եկել թաքնվել է իմ բույնը, վախեցավ փոքրիկ չաղկալը։ Հարկավոր է ստուգել։ Եվ նա գոռաց. Բարև իմ տնակ, ինչու այսօր ինձ չես ողջունում, չէ որ դու ինձ տեսնելուն պես միշտ ձայն էիր տալիս, չլինի քեզ փորձանք է պատահել։ Բարով եկար իմ պատվելի տեր, բնի միջից մրթմրթաց Կոկորդիլոսը, ոչ մի փորձանք էլ չի պատահել, համարձակ ներս մտիր։ Փոքրիկ չաղկալը իսկույն ճանաչեց Կոկորդիլոսի ձայնը, բայց իհարկե ցույց չտվեց։ Եվ իբր թե ոչինչ չի պատահել, ասաց. հիմա գալիս եմ, միայն թե մի քիչ ցախ հավաքեմ, որ ճաշ եփեմ։ Եվ նա սկսեց չոր ցախ, տերև ու խռիվ հավաքել ու կիտել բնի մոտ։ Իսկ Կոկորդիլոսը բնի մեջ նստած ծիծաղում էր։ Վերջապես ես կարողացա այդ բրդոտ այլանդակի գլխին օհին խաղալ։ Այ թե այսօր կճաշեմ, հա։ Մինչև Կոկորդիլոսը մտածում էր համեղ ճաշի մասին, փոքրիկ չաղկալը ժամանակ չէր կորցնում։ Նա բնի մեջ չոր կպչան դրեց, վրան էլ ցախ կիտեց և կրակ տվեց, վառեց։ Գլխի ընկնելով, թե ինչ է կատարվում, Կոկորդիլոսը նետվեց դեպի դուռը, աշխատեց ճեղքել անցնել կրակի միջով, բայց դա այնքան էլ հեշտ չէր, ծուխը բռնել էր նրա աչքերը, կրակն այրում էր երախը։ Կոկորդիլոսը փակեց աչքերը, որ ծուխը չկուրացնի իրեն, բայց ավելի վատ, չէր կարողանում դուրս գալու ճամփա գտնել։ Տեսնելով, որ մահը վրա է հասնում, Կոկորդիլոսը հավաքեց իր վերջին ուժերը և աշխատեց դուրս գալ ծխի ու կրակի միջից, ու մի կերպ փախավ ազատվեց, բայց նայեց տեսավ, որ պոչը ամբողջովին այրվել, սևացել է։ Առանց պոչի տուն դառնալը Կոկորդիլոսի համար շատ ամոթ էր, և նա քարշ գալով գնաց ապրելու բոլորովին մի ուրիշ վայրում։ Իսկ փոքրիկ չաղկալը մինչև այսօր էլ անվախ գնում է գետը որսի ու միշտ էլ կուշտ փորով ուրախ վերադառնում է տուն։ Այսքանը։
Կհանդիպենք հաջորդ անգամ։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։